Քերակատարական ծառայություններ ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 15 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 98.5%-ը։ Շեղումը հիմնականում արձանագրվել է քերակատարական նոր հիմնարկի կառուցում եւ հետագա շահագործում եւ պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացում եւ տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառումների ծախսերում։ Նախորդ տարվա համեմատ քերակատարական ծառայություններ ծրագրի ծախսերը ավելացել են 1 միլիարդ դրամով կամ 7.2%-ով, ծրագրին կատարված հատկացումների գերակշիռ մասը 12.8 միլիարդ դրամն ուղղվել է քերակատարական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում իրականացվել է 2807 դատապարտյալների եւ կալանքի տակ գտնվող անձանց վերահսկողություն, կալանավայրերում դատապարտյալների կացության ապահովում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնում եւ ուսուցում, կանխատեսված 3000-ի դիմաց։ Միջոցառման ծախսերը կատարվել են 99.9%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ աճել են 3.6%-ով կամ 450.7 միլիոն ՀՀ դրամով պայմանավորված ատեստավորման արդյունքում աշխատավարձերի բարձրացմամբ։ 2025 թվականին շարունակվել են քերակատարական հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղված աշխատանքները, հիմնարկներում բարելավել են դատապարտյալների պահելու պայմանները, Շարունակեք Տիկին Գալան։ Շնորհակալություն։ Վերանորոգվել է 157 օբյեկտ, խուծ, կացարան, աշխատասենյակ, լոգասենյակ, երկարատև եւ կարճատև տեսակցության սենյակ։ Դեկտեմբերի 31-ից դադարեցվել է դատապարտյալների հիվանդանոց քերակատարական հիմնարկի գործունեությունը, հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲ ընկերությունում գործարկվել է հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման բաժանմունք, որտեղ իրականացվում է հիմնարկներում պահվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նեղ մասնագիտական եւ որակյալ բժշկական սպասարկում։ Արմավիր քերակատարական հիմնարկում նաեւ բացվել է քերակատարական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի ժամանակակից բուժ սարքավորումներով համալրված կենտրոնը 95 մահճակալանոց ֆոնդով։ Սևան քերակատարական հիմնարկում գործարկվել է զոդման տարածք, որտեղ դատապարտյալների կողմից պատրաստված ձգաձողերը, սեղանները, աթոռները բաշխվել են քերակատարական հիմնարկներին։ Սևան, Վանաձոր եւ Արթիկ քերակատարական հիմնարկներում վերանորոգվել եւ հիմնվել են զոդման եւ մետաղապլաստե դուռ պատուհանի արտադրության նոր արտադրամաս, դասասենյակներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ։ Քերակատարական ծառայության կարողությունների զարգացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով տրամադրվել է 401.5 միլիոն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 91.6%-ը։ Շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 7 քերակատարական հիմնարկների կարիքների համար տեսահսկողության համակարգի ձեռքբերման մատակարարման ժամկետը նախատեսված էր մինչև 2026 թվականի մարտի 15-ը, քերակատարական ծառայության կողմից ձեռք են բերվել անվտանգության ռենտգեն զննման 1 սարք, սայլակների եւ ուղեբեռերի համար թույլ զոդավորված ռենտգենային ալիքներով սարքեր, նախատեսված զննության համար առանց շփման ոչ իոնացնող միկրոմիլիմետրային ալիքներով ակնթարթային սկաներներ, թաքնված իրերի ավտոմատ հայտնաբերման համար, ձեռքի ռենտգենային ստուգման 3 սարք, թաքստոցներում իրերի հայտնաբերման համար։ 444 ազատազրկված անձ ներգրաված է եղել աշխատանքային զբաղվածության մեջ։ Ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր։ Այս նպատակով հատկացվել է 195 միլիոն դրամ։ Սովորելու իրավունքից օգտվել է մինչև 19 տարեկան 23 անձ, իսկ 19 տարեկանից բարձր 98 անձ։ Իրականացվել են դասընթացներ լեզուների, համակարգչային հմտությունների, արհեստագործության եւ այլ թեմաներով, որոնց մասնակցել է 256 անձ, որից 190-ը ավարտել է դասընթացները եւ ստացել հավաստագիր։ Ծառայության տրանսպորտային միջոցներով ապահովության բարելավման եւ անազատության մեջ պահվող անձանց փոխադրումներն իրականացնելու նպատակով տրամադրվել է 263.4 միլիոն դրամ, որն ուղղվել է 12 հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերմանը, որոնք ապահովված են վթարային ելքով
հովացման եւ ջեռուցման համակցված օդափոխության համակարգով, բռնակներով եւ ամրագոտիներով։ Տրամադրվել է դատապարտյալների նոր նմուշի հանդերձանքը, իսկ հիգիենայի պարագաները դատապարտյալներին տրամադրվել են շաբաթական կտրվածքով անհատական փաթեթավորմամբ։ Ծրագրի շրջանակներում պրոբացիայի ծառայությունների գծով ծախսերը 2025 թվականին կազմել են 896.2 միլիոն դրամ, 99.2%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը եւ 16.7%-ով 128 միլիոն դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացմամբ եւ կատարողականի հիման վրա խրախուսմամբ։ Պրոբացիայի ծառայության շահառուների թվաքանակը 2025 թվականին կազմել է 20.132, նախատեսված 11.420-ի եւ նախորդ տարվա 13.883-ի փոխարեն։ Շահառուների թվի աճը պայմանավորված է դատարանների կողմից կայացված դատական ակտերով։ Քրեակատարական հիմնարկներում վերասոցիալականացման եւ վերականգնողական ծրագրերի շրջանակներում կազմակերպվել է 445 միջոցառում, որոնց մասնակցել է 6720 ազատազրկված անձ։ Պրոբացիայի շահառուների համար վերասոցիալականացման եւ վերականգնողական ծրագրերի շրջանակներում իրականացվել է 238 մշակութային, կրթական, կրոնական, սպորտային եւ այլ միջոցառումներ, որոնց մասնակցել է 1806 շահառու, իսկ մասնագիտական վերապատրաստում անցել են 36 շահառու։ Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման միջոցառման շրջանակներում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքեր եւ պրոբացիայի ծառայության անհրաժեշտ վարչական սարքավորումներ։